Բարի լույս հարազատներս, լավ եք, ասեք որ լավ եք, շատ զույգեր կան, որ իրար հետ չեն կարողանում խոսեն, ինչ ուզում են իրար ասեն կռիվա բացվում, բոլոր հարցերը կյանքում ինչ հարց եղավ, խոսելով ա լուծվում, անհնար ա մի հարց, որ դու լուծես առանց խոսելու, անհնար, անգամ պետություններն էլ եթե իրար մեջ խնդիր են ունենում, ղեկավարները գալիս իրար հետ խոսում են, հասկանում են իրար, վերջ, այդ հարցը լուծվում է, եթե չեն հասկանում իրար, պատերազմը շարունակվում է, նույնն էլ տանն է, ասում է մենք չենք կարա իրար հետ խոսենք, վեճ է դառնում, իմ ամուսինը իմ վրա գոռում է, բայց հենց հենց եկել է ու գոռում է քո վրա, ոչ, ուրեմն դու մի բան ասում ես, ինքը շարունակում է, դու իրան չես լսում, նորից մի բան ասում ես, ինքը քեզ չի լսում, արդեն գոռում ես ու երկուսդ բղավում եք, որովհետև դուք ձերը ասում եք, բայց դիմացինին չեք լսում։ Հրաշքներս, ընդամենը լսեք իրար։ Երբեք տղամարդը չի ասի, վայ մեր հարաբերությունների վրա աշխատել է, պետք մի բան պետք է անեմ, որ մեր հարաբերությունները լավ անա։ Ոչ։ Տես միշտ կանայք են ուզում։ Տղամարդը չի ասում դա, չի մտածում դրա մասին։ Տղամարդը այդ ֆունկցիան չունի։ Մի բան պետք է արվի մեր հարաբերությունների մասին, մտածենք, ամեն ինչ լավ լինի, դասավորենք, խոսենք, չգիտեմ, իրար հասկանանք։ Տենց բան չկա։ Տղամարդը կպարփակվի, կգնա գործի, կգա իր պարտականությունը կանի, կպրծնի եւ վերջ, եթե սիրում է։ Հասկանա, որ քո այդ խոսել չի լինի, մնացած ֆունկցիաները կպահի, մենակ խոսելու ֆունկցիան կհանի։ Ես որ ասում եմ, մենք ենք ամեն ինչ անում, այդտեղ լսել է պետք։ Եկեք հիմա անկեղծ լինենք իրար հետ։ Իրար հետ ապրել, կիսել կենցաղը, նույն տեղաշորում քնել, չի նշանակում, որ դուք մոտիկ եք։ Ովքեր են մոտիկ մարդիկ, ով էմոցիոնալ կապ ունեն, իրար հարգում են, իրար ընդունում են, տալիս են իրար ամեն ինչ, ինչը կարևոր է մեկը մյուսին։ Մոտիկ մարդիկ այդ մարդիկ են, ովքեր այդ հարաբերության մեջ մենակ չեն։ Լինում է, որ ուրիշ մարդիկ ավելի հարազատ են ու ավելի մոտիկ են քեզ։ Պետք է այդ հարաբերությունների վրա աշխատել, աշխատելուց հետո եթե չի ստացվում, հասկանալ վերջը ոնց պետք է լինի։ Էմոցիոնալ կապ պետք է լինի, հարգանք պետք է լինի։ Մարդիկ, ովքեր չեն կարողանում գտնեն, իրանց սիրած մարդու հետ ամուսնանում են ու չեն կարողանում գտնեն այդ կապը, չեն կարողանում սովորել սիրել, երբեք չեն կարողանա ուրիշ մեկին սիրեն։ Կանանց մասին է խոսքը։ Կնոջից շատ բան է գալիս այս կյանքում, շատ։ Մարդկանց խանգարում է ապրել մենակ իրանց ներքին այդ հուզմունքները, անցած կյանքը, դեֆիցիտները, ստրեսային վիճակները, ամեն մարդ իր ներաշխարհին համահունչ է շփվում դիմացինի հետ, ելնելով իր դեֆիցիտներից, իր ապրած կյանքից, իր սովորություններից։ Ու երբ որ դու կարծիք ես կազմում ու դիմացինի մասին խոսում ես, դա քո մասին է։ Այո, քո թույլ տեղերն են, քո չանցած կյանքն է։ Ոնց է պետք ստրեսը հանել օրվա վերջ, որպեսզի տանը կարողանաս սիրուն ապրես, նրան չնեղացնես, տուն գալուց, աշխատանքից տուն եք, չէ՞ գալիս։ Փոխանակ նայեք այդ պրոբկային ու իրար հետ կռվեք, նայեք ձեր կողքերը։ Տեսեք տրակվարներում մարդիկ ուր են գնում։ Ծառները ոնց են, աճել են ամբողջովին թե ոչ։ Շունիկներով մարդիկ են անցնում, դու սպասում ես, փոխանակ խցանման մեջ մլինես, նայի կողքերդ, նկատի սիրուն կաֆեները, ռեստորանները, մարդկանց, բնությունը, տես ինչքան ծառ կա շուրջդ, այսենց հասի տուն։ Տանը դուշի տակ ես նստում, ուղղակի դուշի տակ, այո նստեք մի բանի վրա, դուշի տակ ու թող հոսի այդ տաք ջուրը սենց գլխով, պարանոցով, հետո հետևով այսենց ծոծրակի մոտով տաք ջուրը թող հոսի։ Բլուժդայущий ներվը սենց սկսում միանալ, կարգավորվել, տեսողությունդ փակում ես աչքերդ ու ստրեսդ հանում ես։ Հետո ինչ որ գործողություններ ուտել, խմել եւ այլն, գործերը անելուց հետո պարկում ես, ուղղակի առանց հեռախոս, առանց ոչ մի ավելորդ բաների պարկում ես, ինչ-որ մի ծանր բան վրատ վերցրաջալ, կամ փիսիկ, կամ շունիկ, երեխուն, մի բան ծանր դիր վրեդ, ու պարկի, ուղղակի աչքերդ փակի, պարկի ոչ մի բան մի մտածի,
Ստրեսը հանի։ Այդ փոքրիկ ռելաքսները օրվա մեջ պետք է անեք, անպայման։ Գիտեք, ամենաուժեղ ռելաքսը ոչինչ չանելն է։ Որ ասում են հանգստացեք, չէ՞, մարդիկ գնում են, քայլում են, ծովում, լողանում են, ինչ որ բաներ են խաղում, ինչ որ էքսկուրսիաներ են գնում, սրանց այդ է շփվում, պարում են, խմում են, դա հանգստանալ չի։ Հանգստանալը ոչինչ չանելն է։ Սովորում ենք սիրուն ապրել, հանգստանալ, լռել։ Աշխարհում ապրում են մենակ կանայք ու երեխաները։ Այո, տղամարդիկ էլ մեծ երեխաներ են իր մեծ խաղալիքներով։ Ինտելեկտ բառը կնոջ մեջ է։ X, Y խրամասոմները, որ ուսումնասիրեք, գենը, դուք կզգաք, օրինակ հիմա օրինակ վերեմ, դուք արաս մտածելով կներեք, պիտի ասեմ, ուտելուց հետո ատրեշկայա լինում, փրշտալ ես ուզում, հազալ ես ուզում, այդ բաները այնքան ինտելեկտուալ են կանայք անում, ոչ մի ավելորդ բան չեն բաց թողնի կյանքում, իսկ տղամարդու համար մեկ է, կփրշտա, կհազա, ատրեշկա կլինի, ինչ կլինի, իրանց համար մեկ է։ Իրանք ուղիղ ասում են իրանց ցանկությունները, ուղիղ անում են ինչ որ իրանց պետք է եւ ուղիղ իրանց կյանքը սենց ուղիղ ապրում են, ուղիղ այց B են գնում, առանց մտածելու սրանք կնեղացնեմ ամոթաստեղ, այնտեղ կվիրավորվի մեկը, ոչ մի բան, ինքը գնաց ուղիղ իր ուզածը արեց։ Կինը կասի, վայ, ստեղ ոնց նենց անեմ, որ սրան չնեղացնեմ, այնտեղ ամոթը հանկարծ չբարձր հազամ եւ այլը, մի կերպ ու այց B հասնելու համար մերը այս սենց արի։ Անկամ երբ որ սիրում են իրար, տղամարդն ու կինը, նկատել եք, տղամարդը էլի ուղիղ է, без интеллекта, как ему надо, что ему надо, вперед из песни товарищи։ Իսկ կանայք անընդհատ լարված են, ու այդ լարվածության մեջ հենց ոչ հաճույք են ստանում, ոչ հասկանում են ինչա կատարվում շուրջը, ոչ էլ։ Ինտելեկտը կնոջ մոտ է։ Դրա համար եմ ասում, մեզանից շատ բան է գալիս։ Մենք շատ բան կարանք անենք։ Ինքը թողանի։ Пусть догадается. Да не догадается. У него нету этой функции. Ему надо сказать прямо, вот да, вот так надо тебе сделать. Все. Ինչքան ասեմ։ Լիքը կասեմ։ Որից եկանք հասանք նրան, որ խոսել է պետք իրար հետ, ուղղակի խոսել։ Ինչա նշանակում խոսել, նշանակում է սովորել իրար լսել։ Լսենք իրար։ Տղամարդը երբ որ մանր-մունր բաների հետևից հանգնում, նշանակում է իր համար շատ կարևոր ֆունկցիաները բաց է թողված։ Կարևոր հարցեր կա իր համար, որ չի կատարվում տան մեջ։ Ու երբ որ ինքը այդ բազովը իր կարևոր պատրեբնեստները տեղում չի, ինքը մանր-մունր բաների հետևից հանգնում ու կռիվ է դարձնում։ Ասում է ինքը չի ասում ինձ, չի խոսում հետս, ասել չգիտի իր խնդիրների մասին։ Հարցնող է պետք։ Մարդ պետք է կարողանա խոսի, լսի։ Այն կինը, որը որ այսպես տրված է իր ամուսնուն, այսպես ամեն ինչ իր հետևից ընկած է, որ գնաց ու զանգեց, ինչ արեց, ով է կավի է մնի, տղամարդը այսպես իրան բրդում է։ Տղամարդը ազատություն է սիրում։ Տղամարդը որսորդ է, ինքը սիրում է որսալ։ Դու պետք է այնքան կիսատ լինես իր կյանքում։ Դու պետք է այնքան քո կյանքով լինես, այնքան հետաքրքիր լինես ինքդ քո հետ, որ իրան էլ քեզ հետ հետաքրքիր լինի։